Այսօրվա մեր դասի թեմաներ, լուծույթներ և լուծույթների նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում։ Երեխաներ, երբ ասում եմ, օրինակ շաքարը կամ աղը լուծում ենք ջրում, ինչ եք հասկանում դրանից։ Ասա Ռոզա ջան։ Շաքարը երբ լուծում ենք ջրի մեջ, շաքարը հալվում է և դառնում է համասեր խառնուրդ։ Համասեր խառնուրդ, լավ, հետո էլ ինչ եք հասկանում։ Լուծեցին շաքարը կամ աղը ջրի մեջ, ինչ տեղ ունեցավ։ Ասա, Սարդար ջան։ Լուծույթ, ինչպիսի լուծույթ։ Ասա։ Գույնը մի քիչ փոխվեց։ Շատ լավ։ Ամբողջությամբ լուծվեց շաքարը, Լիլիթ։ Այո, իսկ ասա փոխվեց։ Փոխվեց ամեն ինչի շնորհիվ։ Ասա։ Շաքարավազի, իսկ եթե աղի լցրել, ինչ համ կունենա։ Ասա, Գուրգեն ջան։ Աղի համ։ Շատ լավ է, փաստորեն լուծույթները բնության մեջ հանդիպում են ամենուրեք, բժշկության մեջ, կենցաղում, օրինակ, ձեզ տալով են բժշկության մեջ հանդիպող լուծույթներ, եկեք տրամաբանեք երեխեք, բոլորդ եք իմացած կլինեք, գոնե մի անգամ սրսված կլինեք, ճիշտ է, ինչ օրինակ բժշկության մեջ ինչ լուծույթներ կա, լասեք, ասա, Ռոզա ջան։ Օրինակ, եթե աչքի լավ չի տեսնում, աչքի տեղ են կատած։ Ապրես, կատիլներ, աչքի կատիլներ, հետո, մյուսները, ասա։ Օրինակ, երբ որ անգաճը լավ չի լսում, անգաճը մաքրում։ Ականջի մաքրում են տեղ է կատածում էլի լուծույթ, ճիշտ է։ Ներարկման այդ տեղերը ինչով էին բացում երեխան, սիստեմը ասած, ձեզ ծանոթ է, ճիշտ է։ Հեղուկ ինչ էին կա։ Լուծույթ է, ամպուլաներով հեղուկները, որոնք օգտագործում են հիվանդությունները բժշկելու համար։ Հիմա երեխաներ, նայեք, իմ սեղանում կա, հիմա ես այստեղ կլցնեմ նաև թեյը։ Եվ հաջորդ բաժակի մեջ կլցնեմ նաև ցիկապրտի յուղը, ձեր երեխեք ջան, որպեսզի մենք տեսնենք ինչ է տեղի ունենում։ Նաև կա բնական հյութ և գազավորված ըմպելիք։ Հիմա այս ամենը որ տեսնում եք երեխաներ, ինչ եք կարծում, արդյոք բոլորը լուծույթներ են։ Ինչու, Ռոզա ջան, ինչպես ես պատասխանում, ինչու ոչ, ասա։ Շատ ապրես, հրենան, ինչ եղավ ձեզ ապրես, նայք երեխաներ, այսպես ես ձեզ շատ արագ մի հատ ցույց տամ, որպեսզի բոլորին տեսանել լինի։ Ինքը բարձրացավ ջրի վերևի մակերեսին, հա, ինքը չլուծվեց ընդհանրապես, ուրեմն սա լուծույթ է երեխեք, բա ինչ է։ Շատ ապրեք, անհամասեր խառնուրդ, իսկ նայեք, պարզեր, հիմա հաջորդը երեխաներ, սա թեյ է, սա լուծույթ է, ինչու եք այդպես պատասխանում, մնացածը, ասա Սիմոն ջան, թեյը ինչ է լուծույթ, ինչ է եղել ամբողջությամբ, լուծվել է, կա ինչ-որ մի մասնի որ դու տեսնում ես, որ լուծված չէ, ոչ ճիշտ է, երեխաներ, սա ինչ է, ասա Գուրգեն ջան, հիմա լուծույթ է, թե չէ, լուծույթ է, ինչ կա իրա մեջ, գազ, հետո Ռոզա, գույն, շատ խառնուրդ է, բայց էլ ինչ է, գազ, գույն, շաքար, ածխաջրեր, ճիշտ է, այսինքն ինքը համարվում է որպես լուծույթ, նույն ձևով երեխաներ, սոդայա ջուրը կամ աղաջուրը, դա էլ ենք ասում ինչ է, Ռուստամ ջան նկատիր, լուծույթ է, ինչի, որովհետև ինքը ամբողջությամբ լուծվել է։ Հիմա երեխաներ, կտեսնեք մի տեսակողովակ, որտեղ ցույց է տալիս, թե լուծույթները քանի տեսակի են լինում, որն է կոչվում լուծույթ, որը լուծիչ, որը լուծվող նյութ։ Ու շատ ինչ դիտում ենք, որ քննարկելու ենք։ Նայենք հեռուստացույցին։ Բնության մեջ ու մարդու կենցաղում լուծույթներն ամենուր են։ Լուծույթ է հանքային ջուրը, սովորական խմելու ջուրը, որոնցում լուծված են տարբեր հանքային աղեր։ Լուծույթներ են լիմոնադը, գինին, այլ ըմպելիքները։ Լուծույթ է նույն կայունը, վրա հոսնող մարդու ու կենդանիների երախերում։ Լուծույթները կիրառվում են և սովորական կենցաղում, և բժշկության մեջ։ Օրինակ, հեղուկ դեղամիջոցները, որոնցով ներարկումներ են արվում, լուծույթներ են։ Լուծույթներ շատ կան կյանքի տարբեր բնագավառներում, օրինակ օծանելիքը, հեղուկ օճառը, տարբեր ներկերը,
նույնիսկ ծառերը միջատներից պաշտպանելու միջոցները լուծույթներ են։ Լուծույթներ են աղաջուրը, շաքարաջուրը, սպիրտի և ջրի խառնուրդը և այլն։ Լուծույթների մեջ այն նյութը, որի մեջ լավ է լուծվում մյուս նյութն անվանում են լուծիչ, իսկ մյուս նյութը կամ նյութերը լուծվող նյութն է։ Օրինակ աղաջուր խառնուրդի մեջ ջուրը լուծիչն է, իսկ աղը լուծվող նյութն է։ Առհասարակ ջուրը բոլոր խառնուրդներում լուծիչ է։ Տարբեր նյութեր տարբեր ձևով են լուծվում։ Կան լավ լուծվող, քիչ լուծվող ու անլուծելի նյութեր։ Լավ լուծվող նյութեր են աղը, շաքարը, սոդան, քիչ լուծվող նյութեր են կավիճը, բենզինը, յուղը։ Ջրում անլուծելի են համարվում արծաթը, ոսկին, ապակին։ Թեև անլուծելի նյութեր բնության մեջ չեն լինում և քիչ քանակի դեպքում, օրինակ արծաթը լուծվում է ջրի մեջ։ Նյութերի լուծելիության վրա ազդում է լուծիչի ջերմաստիճանը։ Օրինակ շաքարն ավելի լավ լուծվում է տաք ջրում, քան սառը ջրում։ Իսկ եթե նյութը գազային է, ապա ճիշտ հակառակն է, որքան ցածր է լուծիչի ջերմաստիճանը, այնքան արագ է այն լուծվում։ Օրինակ, եթե գազավորված ըմպելիքը սառն է, պղպջակները նրա միջից դանդաղ են դուրս գալիս, իսկ եթե տաք է, արագ։ Պարզեչ երեխաներ, հստորեն ինչ տեսանք տեսանյութ, գրել մի երկու րոպե քննարկենք, ինչի մասին է խոսվում, ասալ եմ ինչա։ Խոսվում է տարբեր ըմպելիքների մասին, որոնք լուծվում են։ Լուծույթների համարում դա ապրես ասած, Խոսվում է, որ կազային ջուրը ավելի լավ է խառնվում պղպջակները ավելի հեշտությամբ են դուրս գալիս ասած։ Շատ ապրես ասինքն լուծելիությունը կապված է նաև լուծույթի ինչից։ Ջերմությունից, ջերմաշճանից, ճիշտ է, էլ ինչի մասին խոսվեց։ Մի քիչ առաջ նշեցինք բժշկության մեջ թերորայքը, ճիշտ է։ Օրինակ կոսմետիկ վերանորոգման ժամանակ ինչ ներկայություններ էին օգտագործում, ասալու ջան։ Ինչ լուծույթներ։ Բժշկության մեջ խառը լուծույթներ, բայց նրանց գույները տարբեր չեն։ Հա, լուծույթներ օրինական վիտամիններ, լիճան, հեղուկ վիտամիններ, որոնք ունեն կարմիր գույն, հա, ասինքն նայած թերորայքից։ Երեխաներ, կոսմետիկ վերանորոգման մեջ ինչ լուծույթներ են օգտագործում։ Հրասա։ Շատ ապրես, պատի ներկերը։ Նկարչության մեջ ինչ են օգտագործում, ինչ լուծույթներ, ասա։ Ջրաներ, հետո ասա։ Մատիտը լուծույթ է երեխաներ։ Ոչ, ասա։ Հեղուկ այն մաս ճիշտ է լավ, ասա գոա, ֆլոմաստերը լուծույթ է, գուաշ, չէ երեխաներ։ Ուրեմն փաստորեն ինչպիսի նյութեր կային, բոլոր նյութերը լավ էին լուծվում։ Ձերքով Եվաջան հրացա, բոլոր նյութերը լավ էին լուծվում։ Այսինքն ինչպիսի նյութեր կային, լուծվող, քիչ լուծվող։ Երեխաներ, բնության մեջ կար ընդհանրապես չլուծվող նյութ։ Այո, համաձայն եք, ասա Լարման ջան։ Քարը, ոսկին ու ապակին։ Դրանք վատ լուծվողներն են, բայց ընդհանրապես չլուծվող նյութ գոյություն չունի։ Տեսանյութում նշվեց նույնիսկ արծաթը ինչ էր անում։ Ասա Ռոզա ջան։ Արծաթը նույնիսկ լուծվում է, բայց շատ լավ չէ։ Ահա, որոշակի ինչով։ Չափով, որոշակի չափով ինքը կարողանում է լուծվել։ Պարզեք երեխաներ, նաև խոսվեց, որ լուծույթը ինչը մարդու և կենդանիների ասա, մարդու և կենդանիների արյունը նույնպես համարվում է լուծույթներ։ Փաստորեն, որոնք էին կոչվում լուծույթներ, ասա Լիլիթ, որոնք որ խառնում են և գույներ են ստանում։ ահա, հետո այլ տարբերակներ, ասա, Որոնք որ կարող են խառնել ջրի։ ահա, լավ, այլ տարբերակ, մյուսները երեխաներ ակտիվ, ասա Գուգեն ջան։ Հեղուկի լուծվում։ ապրես, ասի հեղուկի և այլ ցանկացած մարմնի մարմուշտը անվանում էին լուծույթներ։ Երեխաներ, ամենալավ լուծիչը ո՞րն էր։ Ասա Լիլիթ ջան։ Ամենալավ լուծիչը
լուծիչը, իսկ աղը լուծվող նյութը։ Ասում ես Գուրգեն ջան, շաքարը ջրի մեջ։ Շաքարը լուծվող նյութն է, ջուրը համարվում է լուծիչ։ Լավ, մի հատ սոդայա ջրի համար ենք ասում։ Սիմոն ջան, լկամի, սոդայա ջուրը։ Որն է լուծիչը, որը լուծվող նյութ է։ Ինչ լցրեցի։ Ինչի մեջ լցրեցի։ Աբրես, հիմա լուծիչը որն է։ Իսկ լուծվող նյութը ինչ լցրի։ Սոդա։ Հասկացա՞ր։ Այսինքն երեխաներ, ինչի մեջ որ լցրեցի այդ նյութը, ինքը լուծվող նյութն է։ Իսկ այդ մյուսը ինչի մեջ որ արդեն լցրել եմ, այսինքն թերուկը, ինքը համարվում է լուծիչ։ Պարզ է ստանում երեխաներ։ Հիմա կատարում ենք խմբային աշխատանք։ Բաժանվում ենք 5-4-5 խմբի, ինչքան 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 5-4 նորից։ Մի փոքր առանց աղմուկ թենում ենք սեղանները առաջ։ Սպասի, Սիմոն ջան։ Լավ, այսպես ստանում։ Արա, աթորն է գոլեցնում։ Հիմա ինչ է կանում, ինչ է պահանջվում ձեզանից, երեխաներ։ Ով խումբ ենք աշխատելու։ Ես ասելու եմ ամեն խմբի երկու լուծույթի օրինակ։ Դուք այդ լուծույթի օրինակներում ասում եք, այդ լուծույթը ինչ նշանակություն ունի բնության մեջ և ինչ նշանակություն ունի մարդու կյանքում։ Պարզ է։ Առաջին խմբին տալիս է արյուն, նշեք, Ռոզա ջան, նշում եք ձերում։ Առաջին խումբը արյուն, երկրորդը ջուր և հող, այսինքն հողի ջուրը, թաց խոնավ վիճակում, երկրորդ խմբի տալիս են ծովի ջուր և տեղոր այգ։ Պատրաստ եք, քննարկում ենք միասին։ Քննարկում ենք, մի քիչ առաջ դու գնա, որպեսզի կարողանաս քննարկել։ 3 րոպե ժամանակ երեխաներ, քննարկում ենք այդ լուծիչները ինչ նշանակություն ունեն բնության մեջ և մարդու կյանքում։ Մի քիչ արագ երեխաներ։ Ով պատրաստեց եք ասում, սկսում ենք, ասա Ռոզա ջան։ Արյունը մարդու կյանքում սննդանյութերի տեղափոխմանն է մասնակցում։ Շատ ապրես։ Իսկ բնության մեջ։ Ըստ բնության մեջ կենդանիների Այսինքն ինչպես բնության մեջ մարդը և կենդանիները ունեին արյուն, որը ինչ էր համարվում։ Լուծույթ։ Լավ, շատ ապրես։ Լսում եք երկրորդ խմբին։ Շատ ապրես, մարդու կյանքում և սնունդ է որպես ծուգը, իսկ բնության մեջ և պահվում է ջրի մեջ։ Եվ վերջում դեղորայքը ում եք հասկային եք մի փոքր ասում, ասա Ռուստամ ջան։ Դեղորայքը օգնում է մարդուն շուտ առաջ երկրորդ մարդը հիվանդ է։ Շատ ապրես, շատ ապրես։ Լավ, արագ երեք տալիս սեղանները առանց աղմուկի, առանց աղմուկի։ Հիմա երեխաներ մեր այսօրվա թեման կապում է գրականության հետ, օրինակ ջրի մասին ինչ ասացվածքներ գիտեք, մի երկու հատ նշում ենք։ Ասա, Սիմոն ջան, ջուրը փոքրիկ, խոսքը մեծի, հետո Արտյոմ, ջրի բերած, ջրի տարած։ Լավ, ապրես, ասա Ռոզա։ Լավ, Գուրգեն։ Շատ ապրես։ Հիմա եղեք մեր այս ամբողջ դասը ամփոփելու համար ես կարգում եմ նախադասություններ, օրինակ կանգնի Գուրգեն ջան ոտքի։ Եթե ճիշտ եղավ պատասխանը մի հատ ես ծափ տալիս, եթե սխալ է երկու հատ։ Պարզ է։ Առաջինը, շաքարը ջրում լուծվում է։ Շատ ապրես։ Արման, յուղը ջրում լուծվում է։ Ապրես։ Ռոզա, աղաջուրը լուծույթ է։ Ապրես։ Կանգնի, Եվա ջան, ավազը ջրում հեշտ է լուծվում։ Շատ ապրես։ Թեյը լուծույթ է։ Ապրես։ Խարույկը կազմված է մեկ տեսակի նյութից։ Շատ ապրես։ Ռուստամ ջան,
Իսկ այն ինչ օրինակ թեյի ժամանակ, եթե թեյի գույնը, եթե կանաչ թեյ եմ գցում, նստի լիլիճան, ինչ գույն եմ ստանում։ Եթե սովորական գույն է, վարդագույն, ճիշտ է, եթե օրինակ ուրիշ պեսոկ եմ անում, մի փոքր գույնը փոխվում է այլ գույն, այսինքն կախված լուծվող նյութի գույնից, հա, խառնուրդները, լուծույթները ունենում էին տարբեր գույներ։ Կան ուրիշ հարցեր, անհասկանալի հարցեր, կան երեխաներ, իսկ օրինակ որևիցե մեկը հիշում է մի քարյակ օրինակ ջրի մասին։ Հրաս Արման Քորում ծովը քորած ալիքը հսկա, բայց մեջը թափում խաղաղություն կա։ Լավ, ապրես։ Իսկ կա մարդ, որ չասեց իր ասացվածքը, մտածած ասացվածքը, ասա։ Թողկյանը ջրի պես երկար Շատ ապրես, թողկյանը ջրի նման երկար իրավ։ ծարավ երկեց, ծով ջուրը նրան կրկեց։ Շատ ապրես, շատ ապրես։ Մի հատ ասացվածք էլ կա, չէ, ասում է ջուրը չտեսած մի պոպի կացիր։ Ահա, ասա Ռոզա ջան, բաներ ուսում ասել։ Շատ ապրես, տեսեք երեխաների ինչքան կարևոր է ջուրը բնության մեջ է մարդու կյանքում։ Ուրեմն մեր այսօրվա թեման տնային աշխատանք, սովորում ենք լուծույթներ, դրանց նշանակությունը մարդու կյանքում, երեխաներ, և որպես տնային աշխատանք թվարկում եք բնության մեջ հանդիպող մի քանի լուծույթներ, գրում եք ձեր տետրում, պարզ է տնային առաջադրանքը, լավ ստեղծում։